եթե հավատանք Հնդկաստանի 4 միլիարդի զենք, նրանք չէին հայտարարել, մենք էդի Հնդկաստանից գիտենք այդ թվերը։ Հիմա 4 միլիարդի զենք, թող մի հատ ծնող կամ մի հատ զինվորական մեզ գրի, որ ինչ-որ սպառազինություն է փոխվել կամ մահճակալ է փոխվել, քնելու կապսուլներ են դարձել մեր զինվորները, այդ կապսուլների մեջ են քնում կամ ժամանակակից զենքը կառավարել են սովորում։ Եվ որ Ադրբեջանը 4 միլիարդի զենք է գնում հարձակումից առաջ 44-օրյա պատերազմի Ռուսաստանից, մենք տեսնում ենք ինչ 4 միլիարդ է, 2 շաբաթ նրանք մեր վրա կրակում են այդ 4 միլիարդը, եթե 3 միլիարդ էլ Իսրայելից է գնում, մենք տեսնում ենք 3000 ԱԹՍ, ասենք, հիմա եթե խոսքը գնում է գաղտնիության մասին, որը որ ես համաձայն եմ զենքի գնումը պետք է գաղտնի լինի, այլ ոչ թե քարոզ արշավ, ուստեղ խոսում է 50 հոգանոց խմբեր, բացի նրանից, որ խոսում է, մի հատ էլ 50 հոգանոց ասում է, եթե գաղտնիությունը պաշտպանեք, այսինքն արդեն այդ ակցիայի էությունը կորում է, իր հույսը պոպուլիստական այդ Սարաֆանի ռադիո, հա, ասած որ մեկը մյուսին տիասի գնացինք, տեսանք, զենքից գաղափար չունեցող մարդկանց տանելու են այն ռուսերեն մուլյաժներ ցույց տան, միգուցե փչովի տանկեր, ռակետներ, որ օգտագործում է հակառակորդին շփոթության մեջ դնելու համար, հա, հիմա տանում են եւ ցույց են տալիս դրանք, ու ասում են, եթե գաղտնիությունը պահեն, այսինքն այդ 50 հոգուն ինքը դարձնում է քրեական, գիտի, որ այդ 50 հոգուն գալու են, ասելու են մենք էս ենք տեսել, են ենք տեսել եւ այդ գործեր են հարուցելու, հա, վարույթներ են հարուցելու, որ պետական գաղտնիք, հետո այդ երբանից, ասենք, հասարակությունը մեր փողերով գնված զենք զինամթերքը պետքա դու հաշվետու լինես գաղափար չունեցող, ասենք, այն գյուղացի մարդու դիմաց, եթե կա, ասենք, կանոնակարգ, հա, ազգային ժողովի, որ հանձնաժողովի դիմաց ես դու հաշվետու, այդ ազգային ժողովը ինչ պետք է անի, այսինքն այս ամբողջ հիմարությունը կորում է, Ադրբեջանը մի քանի միլիարդի զենք է ձեռք բերում, մենք հիմա Alibaba-ն, եթե բացեք, alibaba.com, գրեք dog robot military, 600,000-ից մինչև 1,800,000 Գինը այդքան է։ Հա, ու երկու ոտի վաստոյկա տված պրոցեսներել են կատարում այդ ռոբոտը։ Հիմա այդ ռոբոտ շնիկը եթե ձև լավ լիներ, իսրայելցի կօգտագործեին Գազայում այդ թունելների մեջ այդքան շատ մարդկային կորուստներ չէին կրի։ Ամերիկան օգտագործել է, միտեղ չեն ասում, Ամերիկան դե շատ խորքային երկիր է, Միացյալ Նահանգները։ Հիմա այդ ռոբոտները նախ այդ որ դեմոնստրացիա են անում այդ ռոբոտին։ Երևում է որ ձայնային ազդանշանով չի աշխատում, այդ ուշացուցությունը, այնտեղ մեկը կանգնած պուլտով, հա, հիմա վտանգը, դրանց վտանգները, եթե իրականում մեծ քանակ եք գնել, նախ վտանգը կիբերանվտանգությունը։ Քո ինտերնետը մի օրով կտրել էին թշնամական հսկողության տակ է մեր ինտերնետը ադրբեջանական կազմակերպությունը Վրաստանում։ Այսինքն այդ նույն շնիկը կարող է դիրքերի հետախուզություն հայտնի թշնամուն։ Եթե ինքը ավտոնոմ պետք է գործի, որը որ դեռ պրակտիկայում հայտնի չկա, որ ավտոնոմ է գործել, եթե նրա վրա զենք ես դնելու, նա կարող է վնաս հասցնել թե խաղ բնակչությանը, թե ժողովրդի, եթե նա հեռավար է գործելու, կարան քո ձեռքից խլեն այդ հեռավար, այսինքն ռուսները այսօր հասել են այն մակարդակի, որ անխոցելի այդ Բաբա Յագան, որ Starlink-ով է աշխատում, այդ կոդերը գողանում են եւ այդ դրոնները օգտագործում են, իսկ օդային դրոնին ավելի դժվար է բռնել, քան թե գետնի վրա շարժվող դրոնին։ Հիմա այդ շնիկով, այդ պոպուլիստական ինչ-որ հա մենք տեխնոլոգիաներին կողմ ենք, բայց 600,000-անոց շնիկ առնես Alibaba-ից, ներկես կամ դու էլ չես ներկեն, դե ինչ գույն կասես կներկեն Alibaba-ից ու կողքի երկիրը ասենք սենց սպառազինություններ, բացի սպառազինություններից էլ եմ ասում, կաշառքներ է բաժանում, հող է նախապատրաստում, Չինաստանը հասկանալով ասենք այդ վտանգը, այդ իսլամական իր մեջի այդ
ույգուրների վտանգը, բայց միևնույնն է այդ կաշառքին գնում է, Ադրբեջանին ծախում է, վաճառում է սպառազինություն։ Իսկ մենք այսօր շնիկ ենք ցույց տալիս առանց արդիականացնելու, ասում եմ եկեք գնանք այդ 4 միլիարդի զենքը մեզ ցույց տվեք։